Ժողովրդյան այսօր էլի, в общем, այդ ձեր այս մեր հեծի ինչ էր դա Ռամանոսին մի րոպե լսեցի, ինչ որ ինքը ասում էր, դե 6 հատ բացասական երևույթ են գտել հեծում, մեկը լսեցի, որ ասեց, որ Պրիպյատյանների վրա, Զավիդենյանների վրա բան են հոսանքը շատ են գրել, որ կոմպենսացնեն Դալչը չլսեցի, արդեն նրվես խախտվեց, արդեն ասեցի, ես սրանց հետ կպ երկորդ չունեմ արդեն, գժվացնում են, ես ինքս կներեք էլի, ինժեներ էներգետիկա եմ, անցել եմ էկոնոմիկա, ինչ են հիմար խոսում, առաջինը, ինքը թող իր օբյեկտների ու իր ԿՊԱ-ականների, իր օբյեկտների լևի լուսերը անջատի, իմ ամբողջ շենքս լևի լուս ունի, ինչու՞մ է բանը, ինչ է խոսում, լավ, միտում հոսանք են վաճառում և գրում են Պրիպյատյանների վրա, ոնց ասեմ, խիա մարդկանց էշի տեղ դնում, միշտ Պրիպյատյանները կոեֆիցիենտ են դնում, Ժողովրդյան բացատրեմ, բնակիչին տալիս են ավելի էժան, որովհետև ինքը եկամուտ չի հետապնդում, իսկ հիմնարկություններում տալիս են թանկ, կոեֆիցիենտ են դնում, շուտչիկը ինչ ցույց է տալիս, բազմապատկում են ինչ որ կոեֆիցիենտի, շուտչիկի ցույց տված գումարը, նայեց ինչքան մեծ հիմնարկություն է, նայեց, ինչ են հիմար խոսում, կոեֆիցիենտները հանել են, լավ հայ չի ասում, ժողովուրդ մի բան է ձեզ ասեմ էլի, հերիք է կպնել Սերժին Քոչարյանին, ով են, լավն են, վատն են, ավազակ են, ինչ են հիմա մեր երկիրը հիմա վատ վիճակում է, ահավոր վատ, կործանման եզրին է, նրանք ոչ մի դեր չեն խաղում, արդեն վերջ չկան նրանք, հլա սրա այդ հարցերը պարզեք, հետո անցնեք նրան հարցերը պարզենք, այ քեզ բան, ձորի բերանին կանգնել եք, մտածում եք Սարի կանգնածի մասին, հլա մեկ ձեր հարցերը լուծեք էլի, Ռոբերտին զզվացնում են, Ռոբերտի գումարը որդուց ինքը եկել է իրա մի սվիտերով, այդ սվիտերը ինտերնետիներս են հակել, ինչ անենք, խանութ չկար, մի հատ յարմրկա էր, շրջափակման մեջ էինք, խանութներու բան չկար, գնում էին Տուրքիայից բերում էին, սաղս է դա ենք հագնում, այդ մարդը բա ինչ հագնել, լավ են հագնվում, ասում եք ինչ են լավ հագնում, վատ են հագնվում, այն ժամանակ էդ էր շոր, այ քեզ բան, գիտեք ժամանակի Ժիգուլիներ են մարդիկ քշել, հա ինչ, հիմա ասենք, էդ ինչ ես աշխատել, որ հիմա նստել ես Մերսեդեսի վրա, այ քեզ բան, հետո էլի գժվացնում եք, այդ մարդը ուներ տոլի նեֆտի, տոլի գազի հավես չունեմ, դրա հավեսը չունեմ, բացեմ նայեմ, Ռուսաստանի գազի, նեֆտի, ինքը այնտեղ ինչ-որ շատ փոքր տոկոս ուներ, փոքր տոկոս այդ մեծ գումարներ են, հետո ինչ անշնակում աշխատավարձ, կարող է այդ տղենա բիզնես արել, իրանք չունի բիզնես անել, այ քեզ բան, լավ, դե պազա, լևը էլ ա եղել նախագահը ամեն ինչ արել է, կրծից վրծից արել է, ոչ մի բանը չեք կարա բացահայտեք ու վաբշե հիմա իրա դարդը չի, հա, հետո որ ասում եք բանա, ատեիստ է, այն կադրեր եք ցույց տալի, որ Լևոնը ասում է, չգիտեմ, հայմերը գիտես ասում է չէ, դե կներես, սովետական միության ժամանակ սաղս էր ատեիստ ենք եղել, անգամ ով ատեիստ չէր, Աստծուն հավատում էր, ասում էին, ասում էր, չէ, չեմ հավատում, չէ, Լևոնը նախագահի ժամանակն է Լևոնն ասում, մի հատ հայմերը ասա, հետո կներեք էլի հիմա լիքը մարդիկ կան, որ ատեիստ են, լիքը բարեկամ ունեմ, լիքը ծանոթ ունեմ ատեիստ են, սահմանադրությամբ ոչ մի բացասական երևույթ չի ատեիստ լինելը, ինչ եք ուզում, առաջինը սովետական միության ժամանակ էր, Լևոնի ժամանակ է, բոլորս ատեիստ եք, երկրորդն էլ ոչ քրեական, ոչ քաղաքացիական օրենսգրքով չի հետապնդվում, հակառակը սահմանադրությամբ ասվում է խտրականություն չդնել հավատքի, ինչ եք ուզում, քիչ Հայաստանը գիտեք ինչքան շատ խնդիր ունի, կպել եք դրան, կամ էլ ասում են ինքը 10 տարի քաղաքացիություն չի եղել սահմանադրությամբ, ով 10 տարի քաղաքացիություն չունի Հայաստանի Հանրապետության, չի կարող նախագահ ընտրվի, ինքը որ ընտրվել է առաջին անգամ, երկրորդ անգամ 10 տարի Հայաստանի Հանրապետությունը գոյություն չի ունեցել,
Եսին որ թվին ընդունվել է, Հայաստանի անկախացել է որ թվից։ Մի հատ նայեք էլի, ընդհանրապես պետք է մենք նախագահ չունենանք, եթե դա են անում։ Թե առաջի անգամ, թե երկրորդ անգամ։ Ընտրվելուց 10 տարի չկար, որ Հայաստան անկախացել ու Հայաստանի Հանրապետություն էր։ Առաջինը։ Երկրորդը մենք լավեր ուրախ էինք, որտեվ Արցախը մերն է, 10 տարի ընդեղի քաղաքացի է եղել, մեր քաղաքացին է, ընտրվել է։ Մենք շատ ուրախ ենք, թուրքերը պայթում են, տրակում են, մենք էլ ուրախանում ենք։ Շատ լավ էինք անում։ Ինչ եք ուզում, հլա մի հատ էլ ձեզ ավելին ասեմ։ Ես շատ մոտիկ եմ եղել այդ գործերին։ Բագրատյան վարչապետը կանչում էին, որ գա վարչապետի պաշտոնը ստանձնի, ասում էր Եվրոպայում եմ, սրտի օպերացիա մարել չեմ կարող գամ։ Արմեն Սարգսյանն էր թողել փախել էր Անգլիա, մարդ չկար։ Հեշտ է երկիրը ոտե հանել։ Ինքը փորձառու էր, Արցախի բաններ, այդ նախագահներ, ինքը փորձ ուներ, այնտեղ ոտե հանեց, եկավ ստեղ էլ ոտե հանի։ Հերիք այլի մենք անգամ խնդիրներ ունենք, ձեր ականջը սևեռում են ձեր ուշադրությունը իրանց վրա։ 20 տարի այդ մարդը չկա քաղաքականության մեջ, սորով բերիք մնցրեցիք, գնացեք թողի Ամերիկայում ապրեր, այ քեզ բան, դատում եք, դատեք։ Ժողովուրդ ջան, երկիր եք հանձնում, նստած նրա փողերն եք հաշվում, կներեք, ինչ անշնակում աշխատավարձով այսքան, հիմա սովետական միություն չի, հիմա մասնավոր սեկտոր է, պետական չի, իրա կնիկը, իրա երեխեք կարեն բիզնես անեին և գումար ունենան, ինչ եք ուզում, այդ սովետական միության ժամանակ կարա էր աշխատավարձ ասեիր, հիմա այդ չեք իմանում, ու էլի եմ ասում, իրա գումարը մեծ մասամբ ռուսական, տոլի նավթից է, տոլի գազից է, պամոմ գազից է, չէ 0 քանի տոկոս ունեինք այնտեղ, թե մի տոկոս, շատ փոքր տոկոս էր, ես հիշում եմ, որ ինքը ուներ, բայց այդ մեծ գումարներ է, մի բան էր, սա ծախեց, նա ծախեց, ինչ է նշանակում ծախեց, ներդրումը օրենքը բացեք ներդրումների և նայեք ներդրում է բերել, թե ծախել է, այ քեզ բան, հոսանքը ծախեց, այս ծախեց, ներդրում է, կաբիլներ էին անդև, հեռախոսներ, նույն ձև կաբիլներ էր պետք էսել, էնել, այ քեզ բան, ներդրում է, էսա սրա օրոք վավշի ներդրում չկա, լավ է, ու ոչ մեկի հիմար չի, մագա Հայաստան ներդրում անի, ինչ անի, որ չես իմա վաղը թուրքի ձեռն ալնելու, թե հայ աստեղ լինելու, ինչ օրենքներ են լինելու, պատերազմ լինելու, թե պատերազմ չի լինելու, ամենաշատ ներդրումը, ամենաշատ կարմիր լենտերի այդ մարդու օրոք են կտրվել, բացել, հայս բան չունեմ ասելու, ամեն նախագահ ժամանակահատված կա, հրատապ հարցեր են լինում, իրա ժամանակ արդեն սեկտորը դարը մասնավոր, սեփականաշնորել ենք, ոչ մի բան չկար, իրա օրոք սկսեց բացվել, ամենաշատներ ինքը բացեց, արդեն պատերազմը ավարտվել էր, արդեն հոսանքը կար, արդեն կարային Պերպերատյաններ, Զավիդենյաններ բացեին, ամենաշատը իրա օրոք է բացվել, որտև ոչ մի բան չկար, դամա իրա օրոք է բացվել, ներդրումներ են պետք եղել, մարդը բերել է, հիմա իչքամ են իրան լավություն է գրպանը դրել, ես չգիտեմ, բայց ներդրումներ է մարդ արել, ծախեց, ոնց ծախեց, ատոմակայանը եկա վերանորոգում է կանացել, հեշտ է ատոմակայանը կանգնացնել, հետո աշխատացնել, ձեզ ասեմ, ոնց էլ էներգետիկ ձեզ ասեմ, ինժեներ էներգետիկ, ատոմակայանը հնարավոր չի կանգնացնել, պոստը հոսանք չի տվել, ռեակտորի մեջ մեկ ռաշիպլենիա ատոմը իդիոտ, ռեակտորի աշխատանք չես կա կանգնացնել, այնտեղ ռաշիպլենիա վերանորոգում է կատարել, բանակա, որը մենակ ռուսերը կարային կատարեին, այ քեզ բան, մի հատ բացեք օրենք կաթացեք, ինչ է ներդրումը, ինչ է վաճառքը, չգիտեմ, այն երկուսին, այն իրեքին մի կպեք սյան, տեսնեք, հլա մի հատ սրա հարցերը լուծեք, տեսնեք ինչ են անում, ուր են գնում, ինչ են կանում, երկիրը մնում է, երկիրը գնում է, ինչ է լինում, նոր կպեք, սա հարցերը լուծեք, նոր կպեք նրանց, նայա տենց հանում, որ սևերվեք սրա վրա, հայ մերի չի իմացել, ջանդամ չի իմացել, ատեիստ է, դե ջանդամ ատեիստ, ինչ որ միտեղ գրած է, որ ատեիստ իրանք չունի նախագահ դառնալ, կամ քաղաքականությամբ զբաղվել, կամ որ ատեիստ է, ումս թուրք է, կարող տեսել եք ոնց է ինքը նամազ անում,
Չէ, ատեիստ է, ջանտան, էլի եմ ասում, Սովետական միության ժամանակ սաղ են ատեիստ, Լևոնի ժամանակ սաղ են ատեիստ։ Թողած մտել են բանում, հետցում, ես իմ հիմար բանային ասում եմ, դա մտածեք էլի, Թուրքին են դա տալիս, Թուրքին են տալիս, նավթան դեղա, այսին դեղանդան դեից, իրանց սոկարն զիբին են բերելու ստեղ, բենզին, նավ, չգիտեմ ինչ, վայ, ինքը ասում է ատոմակայանից պետք չի, Թուրքը գալու ես ատոմակայանները կանգնացնելու, Եբ ուզի լույս կտա, եբ ուզի ջուր կտա, եփեք ուզի կանջատի։ Մենք դրա մասին մտածեք, էլի կասես, այս տարածքում թուրքեն են նայում, թող հայել ջուրել լույսեր լինի, այս տարածքում հայեն են, թող չլինի։ Ինչ եք մտածում։ Ես ասում եմ, հեծը տալու են թուրքերին, հաստատ։ Լսել եմ էլ, չեմ տեսել, համոզված չեմ, բայց լսել եմ, որ Տուրքիայում ինչ որ այդ հավաք ա եղել բաների հետ հեծերի գնացել են այդտեղ էներգետիկայի։ Չեք հասկանում, ինչի պետք է վեցնումս մեկին տալիս է։ Անդադար կամ մասնավոր կամ պետականացնեք։ Հա, այնիկ մասնավորին չի վաճառում, դու պետականացրու քեզ վեկալ, հետո թուրքին տաս։ Այն մարդը թուրքին չի ծախի, իրանն է թուրքին չի ծախում։ Մի հատ պետականացրու քեզ վեկալ, որ հետո մասնավորին տաս։ Տենց է անդադար ասում, կամ դե պետականացրու, կամ դե մասնավորին տանք։ Պետականացրու մասնավորին տու։ Ինչ եք մտածում, ինչ եք մտածում։ Հաշվում եք բանի Ռոբերտի փողերը, այդ ինչի Ալեքսանյանի փողերը չեք հաշվում, Ծառուկյանի փողերը չեք հաշվում, Սաս եղբայրների փողերը չեք հաշվում։ Այն բան Ռուբեն Վարդանյանն ու Սամվել Կարապետյանը Ռուսաստանում են իրանց բիզնեսները սարքել, ինչ եք ուզում, Հայաստանում չեն սարքել, Հայաստանում հակառակը ներդրումներ են կատարել։ Սաղի խառնում է, շիլաշփոթ է սարքում, բազար է սարքում, եռալաշ, որ իրանից սևեռվեն։ Հիմա ամենաառաջի, ամենահրատապ, ամենադժվար հարցն է, հեծը տալիս են թուրքեն, հասկացեք։ Չեք են նկատում, Ամիլա բանկա Ադրբեջանին անցել, չից Վրաստան արել է։ Հիմա նենց բաներ են անում, որ սաղ Ամիլա բանկ գնան։ Սպասարկում անվճարա, փոխանցում անվճարա, այն սաղ կապեն Ամիլա բանկի, թուրքին են կապում։ Դուք ինչ եք թողում, ինչի մասին եք մտածում։ Ռոբերտը ոնց է փողերը վաստակել, ասում եմ, մասնավոր սեկտորա իր ընտանիքը իրանք ուներ, բիզնես աներ, բացի այդ շատ մեծ գումարներ ինքը ռուս գազից ուներ։ Հերիքա այդքանը։ Վերջացրեցիք, հիմա գվա խնդիրների մասին կարաք հիմա արդեն մտածեք։